Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկվճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական, իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ։ Կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը եւ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաեւ օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկվճարողներին հետևել օրենքի պահանջներին եւ դրսեւորել հարկային կարգապահություն, նպաստելով կայուն եւ վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։ 2025 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ 5.3%։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն 12.7%, շինծառայություններ 12.1%, առևտրի շրջանառություն 6%, արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով։ 2025 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 61%-ով, արտահանումը նվազել է 67.7%-ով, իսկ ներմուծումը 55.2%-ով։ Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 2.5%։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան ապահովել կայուն եւ վստահելի բիզնես միջավայր։ ՊԵԿ-ը հորդորում է հարկվճարողներին դրսեւորել հարկային կարգապահություն եւ զերծ մնալ հարկային օրենսդրության պահանջները խախտելուց։ Միաժամանակ կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 341 դեպք եւ շուրջ 211.8 միլիոն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 30 դեպքով 30 հարկվճարողի մոտ արձանագրվել է 1 միլիոն դրամ եւ ավելի տուգանք, ընդհանուր 107 միլիոն դրամի չափով։